Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես այդ երկրի մյուս պաշտոնյաները, կրկին նույն երգն է երգում, բայց այս անգամ ոչ թե Բաքվում, այլ Անտալիայում Հարավային Կովկասի 3 հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պանելային քննարկմանը։ Բայրամովն առիթը բաց չթողնելով նորից ու նորից խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, դրանք ներկայացնելով խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմաններ։ Իսկ Արարատ Միրզոյանն անդրդվելի էր։ Հայաստանը կողմ է խաղաղության հաստատմանը եւ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա։ Գրեթե 1 ժամ շարունակ Բայրամովը մեղադրում էր ու պահանջներ թելադրում, իսկ Միրզոյանը հստակ ու հիմնավոր հակափաստարկներ ներկայացնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից եւ Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա, հայտարարել է Բայրամովը։ Հայաստանը անպայման պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա Ադրբեջանի հետևողական եւ երկարաժամկետ մոտեցումն է, եւ հայկական կողմը դրա մասին տեղյակ է։ Միայն այս պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել խաղաղության օրակարգի մասին։ Արարատ Միրզոյանը դեմ չէ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, բայց Այդ կառույցը կարող է լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա, ուստի սա բավական հետաքրքիր հարց է։ Ունենք արդյոք այսօր հակամարտություն, թե ոչ։ Գետնի վրա փաստացի հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված եւ վավերացված համաձայնագիր։ Լուծումը առնվազն մեզ համար ակնհայտ է։ Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ տնենք այս հակամարտությանը, ապա լուծարենք այդ կառույցը հենց նույն օրը։ Եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, եկեք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման վերաբերյալ։ Եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով եւ սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը։ Անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ պնդմանը, թե Հայաստանի սահմանադրությունը դրանում հիշատակված անկախության հռչակագրի պատճառով տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է. Հայաստանի մայրօրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում անկախության հռչակագրին, ապա շարունակել. Լավ, եթե կուզեք ես էլ կասեմ, մենք նույնպես ունենք մտահոգություն կապված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության հետ, եւ մենք սա չենք ասում ուղղակի հայլային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, եւ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Երբ հարցն Ադրբեջանին է վերաբերում, Բայրամովի կարծիքը 180 աստիճանով փոխվում է։ Պարզվում է, Բաքուն մտահոգվելու լուրջ առիթ ունի, իսկ Երևանը ոչ, քանզի Հայաստանի դեպքում արդեն Ադրբեջանի սահմանադրությունը խոչընդոտ չէ։ Մեր սահմանադրության մեջ Հայաստանի որևէ տարածքի աշխարհագրական անվանում չկա։ Ես չեմ հավատում, որ մեր հայ գործընկերները անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել են այն։ Մոդերատորի հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է դիտարկել սահմանադրության հնարավոր փոփոխությունները, նույնիսկ եթե դա կարող է ներպետական մակարդակով ոչ այնքան ընդունելի լինել, Միրզոյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովի համատեղ աշխատանքների կանոնակարգի վերաբերյալ։ Դրանում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է ելնելով Ալմաթայի հռչակագրից։ Դա ենթադրում է, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, մինչև խորհրդային միության փլուզման պահը։ Անցած սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը հաստատեց, որ դա հանրային փաստաթուղթ է եւ որ մենք չունենք տարածքային հավակնություններ մեր սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր սահմանադրությանը։ Եվ վերջ, այսպիսով, եթե մենք հիմա ստորագրենք այս համաձայնագիրը, ապա վավերացման գործընթացի ընթացքում այն կրկին կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե մեր սահմանադրական դատարանը եւս մեկ անգամ հայտարարի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրությանը, դա կլինի եւս մեկ ապացույց, որ այդ հարցը փակված է, հասցեագրված է եւ որևէ խոչընդոտ չկա։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լսել խաղաղության օրակարգի վերաբերյալ հավաստիացումներ եւ առաջարկներ, հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմաններ բացելու, տարածքներում թշնամության էջ շրջելու, նոր տարաշրջան բացելու վերաբերյալ, նշել է Հայաստանի արտաքին դիվանագետը հավելելով, սակայն դեռ կան չափազանց զգայուն հարցեր։ Վերքերը շատ թարմ են եւ դժվար է խոսել հնարավոր գործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստումներ այս մասին։ Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Միրզոյանը շեշտել է, Հայաստանն ընդունում է գործակցությունը, սակայն դա պետք է ուզի նաև Ադրբեջանը։ Պանելային քննարկման գրեթե ամբողջ ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին լուռ էր, իսկ վերջում նա խոսեց եւ կրկին հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է հարթակ տրամադրել երկխոսության համար։ Ըստ նրա, խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է եւ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որի օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև եւ կայուն խաղաղություն։ Պանելային քննարկումից հետո Միրզոյանը առանձնազրույց է ունեցել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։